1992 թվականի հուլիսից Ադրբեջանը սկսել էր գնդակոծել Արցվաշենը։ Շուտով ավազակային հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում եղան զոհեր, այնուհետև շրջափակվեց գյուղ տանող ճանապարհը։ Արցվաշենը Հայաստանից կտրվել էր աստիճանաբար։ Խորհրդային տարիներին դրա շրջակա տարածքը մաս տրվել էր խորհրդային Ադրբեջանին։ Ինչպես երևում է 1926 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզից, Հայաստանի տարածքում չկան ադրբեջանական անկլավներ, իսկ Արցվաշենն ամբողջությամբ Հայաստանի մաս է։ 1927 թվականի քարտեզում արդեն տեսնում ենք, որ Արցվաշենը Հայաստանին էր կապվում բարակ պարանոցով, որը ևս հետագա տարիներին հանձնվեց խորհրդային Ադրբեջանին, այդպես ձևավորելով հայկական էքսկլավը։ 1992-ի օգոստոսի սկզբից հակառակորդը գործի էր դրել ինչպես ծանր հրետանի և զինտեխնիկա, այնպես էլ համազարգային կրակի գրադ կայաններ։ Ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Արցվաշենը շուրջ 2800 բնակչություն ուներ։ Անհրաժեշտ էր շտապ կազմակերպել բնակչության տարհանումը, որի համար հայկական ուժերը պատասխան կրակով իրենց վերահսկողության տակ վերցրին գյուղի ճանապարհը։ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը իրավիճակը ներկայացնում էր ռուսական ԶԼՄ ներկայացուցիչներին։ Последние 7 дней совсем было отрыгнуто от Армении, и присутствие тут людей было невозможно, невыносимо. Эвакуировали людей, но село и дорога к селе под нашим контролем. Ну, сдавать село мы не собираемся. Если нужно будет, будем вечно защищаться тут. Կադրում մխացող ավտոբուսը խաղաղ բնակչությանը տեղափոխող մեքենաներից վերջինն էր։ Արկի պայթյունից 4 ուղևոր էր մահացել։ Օգոստոսի 7-ին Արցվաշենում էին մնացել միայն պաշտպանական ջոկատներն ու մի քանի տարեցներ, որոնք գերադասել էին մնալ հայրենի օջախներում։ Уничтожают у нас, как нам жить? Если каждый день попадают 1500 снарядов, что там делать? Люди, что они могут делать? И все молодежь, и все старики готовы вернуться там, если кто-нибудь будет гарантировать нашу жизнь. Цель этой всей стрельбы – создать панику в деревне и заставить народ выйти из этой деревни, освободить деревню. Стреляют здорово, но жить там можно, военным людям жить там можно, защищать нашу территорию, наши интересы. Նկարահանումներից մի քանի ժամ անց հակառակորդը հուժկու գրող կազմակերպեց։ Օգոստոսի 8-ին Արցվաշենն ընկավ։ Ինչպես հայտնում էր ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Ռուբեն Շուգարյանը, Արցվաշենի մարտերի ժամանակ զոհվածների և անհայտ կորածների թիվը հասնում էր 37-ի։ Օգոստոսի 9-ի դրությամբ գյուղում մնացել էին 29 ազատամարտիկներ, որոնցից մի քանիսին էր միայն հաջողվել ճեղքել շրջափակումն ու հասնել Հայաստանի սահման։ Ադրբեջանի կողմից Արցվաշենի օկուպացիայի կապակցությամբ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել էր հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրած ԱՊՀ երկրների ղեկավարներին, ոչ անելով կատարել իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Նախագահը նշել էր, որ այդպիսի հարձակումը պետք է գնահատվի որպես չհայտարարված պատերազմի սկիզբ։ Նույն շրջանում ադրբեջանական ուժերը հրթիռակոծում էին նաև Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, Վարդենիսի, Գորիսի, Վայքի, Ղափանի շրջանները, Արցախը։ Հաուշու մելանույն դրությունը, Ազիզ Բեկովի մելանույն, ինչի մենակ Արցվաշենը չի, էլ չեմ ասում Ղարաբաղի մասին, մենակ ձեր գյուղը չի միջադոր։ Արցվաշենի անկումը բազմաթիվ հարցեր էր առաջացրել, որոնք անպատասխան են մնում։ Սակայն ինչ-որ իմաստով այդ կորստի սփոփանքը հաղթանակն էր ու ազատ Արցախը։ Իսկ հիմա Արցվաշենի կորուստը միայն լրացուցիչ դառնահամ է հաղորդում 2020 թվականի պարտությանը։